Ընկերներ, ողջույն, սահմանը անցնում ենք քաղաքագետ Էդգար Առաքելյանի հետ։ Ողջույն, պարոն Առաքելյան, շնորհակալություն։ Վեհափառը Կտրիչ Ներսիսյանը հայտարարել է, որ հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողություններին մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր, հետամուտ լինելով մեր ազգի շահերի պաշտպանությանը։ Ամուր մնացեք, մի տկարացեք մեզ բաժին ընկած փորձությունների առջև։ Մեր սրտերը ծանրացած են, տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով եւ կեղծ մեղադրանքներով կալանավորվել Միքայել Բագրատ Մկրտիչ սրբազանները Սամվել Կարապետյանը, հա։ Նախ փորձենք հասկանալ Կտրիչ Ներսիսյանը ոչ քաղաքական գործիչ է, ոչ դատավոր է, ոչ փաստաբան է, հա, այս որակումները տալու համար, որ սրանք կեղծ մեղադրանքներ են եւ քաղաքական որոշումներ են։ Իդեպ նշեմ, որ գնացել էին վեհափառի մոտ նաև մեր ձևով շարժումը, որը նաև հանրահավաք էր կազմակերպել, եւ նշեցին, որ պարբերաբար գնալու են, որպեսզի եկեղեցին պաշտպանեն, քանի որ ըստ նրանց ինչ որ բան է հիմա հասունանում, հա, այսպես ասած։ Սկսենք նրանից, թե Կտրիչ Ներսիսյանը ինչու չի, այսպես ասենք, խաղաղորեն հեռանում, այլ կարծես մինչև վերջ ուզում է մնա իր դիրքերում, թե պարզ է, չէ, որ այն ամեն ինչ հանրության շրջանում խոսակցությունների մակարդակում նրա եւ նրա շրջապատի մասին հայտնի է, կարծում եմ, որ դա նաեւ այսպես ասած նյութականացված է եւ կարող է հանրայնացվել։ Նախ սկսեմ նրանից, որ Կտրիչ Ներսիսյանը ինքն է եւ իր շրջապատը ինքն են եկեղեցին տարել այսպես ուրեմն արհավիրքների միջով, հա, ավելի քան 30 տարիների ընթացքում կամ առնվազն 1999-ից մինչև 18 թվականը շուրջ 20 տարի մենք գիտենք, թե Հայաստանում ինչպիսի բարքեր են գոյություն ունեցել, թե ինչպես են խախտվել մարդկանց իրավունքները, թե ինչպիսի քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, ինչպիսի բռնաճնշումներ են տեղի ունեցել, ինչպես են բռնի կերպով ցրվել բիրտ միջոցներով ցրվել քաղաքացիական շարժումները եւ ակցիաները եւ այս ամբողջ ընթացքում Կտրիչ Ներսիսյանը որևէ անգամ չի խոսել ուրեմն մարդու իրավունքների խախտման, ապօրինությունների, ապօրինի կալանքների եւ այլնի մասին եւ փաստացի դուրս է գալիս, որ հայ եկեղեցու առաջնորդը հանդիսանում է մեծահարուստների, օլիգարխների իրավունքների եւ շահերի պաշտպանը, մինչդեռ այդ ամբողջ իր գահակալության տարիների գահակալության օրվանից սկսած մենք երբեք չենք տեսել, որ Կտրիչ Ներսիսյանը կանգնած լինի հասարակ շարքային քաղաքացիների կողքին, այցելի հեռավոր մարզեր, հեռավոր գյուղեր, հասկանա ինչ է կատարվում իր հոտի հետ, հաղորդ լինի իր քաղաքացիների, հոտի անդամների ուրեմն խնդիրներին եւ տառապանքներին, բայց երբ որ հարցը հասնում է ուրեմն մեծահարուստներին եւ օլիգարխներին եւ իշխանավորներին, այստեղ հնչում են եկեղեցու զանգերը եւ Կտրիչ Ներսիսյանը եւ իր շրջապատը խորը մտահոգության մեջ են։ Այս սա է իրական պատկերը մեր եկեղեցու առաջնորդի եւ նրա շրջապատի։ Իսկ դες համար բացատրություն կա, թե ինչու նա չի հեռանում։ Իհարկե ես ունեմ իմ բացատրությունները։ Ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանի հեռանալը կախված չէ զուտ ներհայաստանյան գործընթացներով եւ կարծում եմ, որ տեսեք դուք ասում եք, որ Հայաստանի համապատասխան մարմինները կարող են ունենալ բազմաթիվ ձայնագրություններ, հա, ինչը որ օրեր առաջ հրապարակվեց, հա, ուրեմն մամուլի միջոցներից մեկով, իսկ դուք պատկերացնում եք օրինակ Կտրիչ Ներսիսյանի իր եղբոր եւ իր շրջապատի նկատմամբ ինչպիսի ուրեմն փաստեր եւ ձայնագրություններ կարող են ունենալ օտարերկրյա անվտանգության ծառայությունները եւ այս համատեքստում ես կարծում եմ, որ նաեւ Կտրիչ Ներսիսյանի համար այդքան էլ հեշտ չի լինի հեռանալը, քանի որ այսպես ասենք, ես կարծում եմ, որ հաշվի առնելով, թե նաեւ որտեղից է ժամանել Սամվել Կարապետյանը եւ ինչ ընդհանուր շահեր իրենք ունեն եւ հաշվի առնելով այն ուրեմն հայտարարությունները, որը արել է եկեղեցին, պետք է հասկանալ, որ այստեղ զուտ ներհայաստանյան խնդիր չի եւ ցավալիորեն հայ առաքելական եկեղեցու առաջնորդը եւ նրա շրջապատը լծված են սպասարկելու ոչ միայն օլիգարխի, այլ նաեւ արտաքին միգուցե շահեր։
Մհմ։ Մեր ձևովն էր հանրահավաքանում, դե էլի այդ հերթապահ այդ տարությունները, չգիտեմ, իրենք քիչ են SNN-են, եւ պետք է ասում են կա իրական հնարավորություն այս իշխանությանը հեռացնելու, չպահանջում էին Սամվել Կարապետյանին ազատ արձակել, հոգևորականներին ազատ արձակել, նաեւ գիտեք ինչն էր հետաքրքիր, ըստ իրենց այդտեղ մասնակցում էր մինչև 30,000 մարդ, բայց ըստ իրաց քաղաքացիների միավորման մոտ 8,000 եւ հետաքրքիր թե ինչպես էր այն լուսաբանում ռուսական մամուլը, ինչպիսի ցնծությամբ էին ներկայացնում այդ նաեւ կեղծ թվերը, հա, իրենց կողմից։ Հետաքրքիր թե ինչու, այսինքն եթե Սամվել Կարապետյանը կամ այս շարժումը նաեւ հենց այսպես ասենք Ռուսաստանի սրտով կարող են լինել կամ իրենց համարենք այդ թվում չգիտեմ ռուսական շահերի սպասարկողներ եւ այս թեման Հայաստանի քաղաքական դաշտում, հանրային դաշտում շատ այսպես ասենք գեներացվող թեմա է եւ մի տեսակ սահման ոնց որ լինի, գիծ լինի, հա, այս թեման։ Այդ դեպքում ես տրամաբանությունը չեմ հասկանում նաեւ ռուսական կողմի կամ մեդիաների այդպես ռոպագանդել, ոգևորվել, այդպիսի բառերով այդ ամեն ինչը ներկայացնել, որ մեզ մոտ ավելի խորանա համոզումը, որ մեր ձևովը դա ընդհանրապես ռուսական ձևով է։ Վերջին Հայաստանում գեներացված բոլոր այսպես կոչված ընդդիմադիր հա ճակերտների մեջ շարժումները բոլորը գեներացվել են դրսից տվյալ դեպքում Ռուսաստանից եւ դա ակնհայտ է եղել, դա նույնիսկ եւ ռուսական կողմը չի թաքցրել իր սիմպաթիաներով այդ մարդկանց նկատմամբ եւ այդ մարդիկ չեն թաքցրել եւ բոլոր այդ շարժումները ֆիասկո են ապրել, ձախողվել են եւ այստեղ այս ամենից հետո հերթական անգամ նույն ոճով, նույն ձևով, գրեթե նույն այսպես դեմքերով, քանի որ մենք երեկվա հանրահավաքին տեսանք էլի նույն դեմքերը նախկին նախագահների շրջապատից, դաշնակցությունից եւ այլն, այսինքն տեսեք, թե մեթոդաբանության, թե տակտիկայի, թե ստրատեգիայի միգուցե առումով թե մարդկային ներգրավվածության առումով այս ուժերը նույն բանն են անում վերջին 5-6 տարիների ընթացքում եւ այդ նույն ձեռագիրը բերում է ուրեմն ձախողումների եւ նրանք ովքեր, չգիտեմ, Ռուսաստանում են պլանավորում, նրանք ովքեր Հայաստանում են պլանավորում, չեն հասկացել եւ չեն հասկանում եւ ես համոզված եմ ի բարեբախտություն մեզ նաև չեն հասկանալու առաջիկայում Հայաստանի հասարակության տրամաբանությունները, մտածելակերպը, մոտիվացիան գործողությունների, ընտրություններին գնալու մոտիվացիան, այս կամ այն ուժին ուրեմն ընտրելու մոտիվացիան։ Նրանք շարժվում են նախկին մտայնությամբ, երբ որ կային կոնկրետ քաղաքական ուժեր, որոնք ունեին կոնկրետ քվոտաներ ընտրություններում ձայներ հավաքելու, բաժանվում էր կոնկրետ քանակությամբ ուրեմն գումար եւ դրա դիմաց ուրեմն ստանում են կոնկրետ ձայներ, որը ապահովում էր նրանց մուտքը ազգային ժողով եւ իշխանության ըստ էության բռնազավթումը։ Սակայն հիմա, երբ որ այդ փողի գործոնը դուրս է եկել, այս մարդիկ մնացել են նախկին մտածելակերպին եւ չեն պատկերացնում, որ այնուամենայնիվ Հայաստանում հասարակությունը տրանսֆորմացվել է, քաղաքական առումով տրանսֆորմացիաների է ենթարկվել եւ այսօր Հայաստանի հասարակության եւ քաղաքական ակնկալիքները եւ սիմպաթիաները այլ են եւ այդ համատեքստում նրանք կատարում են տարբեր ընտրություններ եւ եթե նախկինում հասարակությանը կարող էին ինչ որ առումով կերակրել, այսպես ասենք, արցախյան թեմաներով, անվտանգային որոշակի կեղծ սպասելիքներով եւ այլն, հիմա ամեն ինչ պարզ է, ավելին քան երբևէ, ավելին բոլորի դիմակները պատրված են, չկան երևի մարդիկ, ովքեր կարող են այսօր հանդես գալ օրինակ արևմուտքի անվան տակ, բայց իրականում լինեն արևելքից եւ հակառակը հանդես գան արևելքի անվան տակ եւ իրականում պաշտպանեն արևմուտքը, բոլորի դիմակները պատրված են, բոլոր խաղաքարտերը բացված են եւ ես կարծում եմ, որ այս պարագայում շարժվել նախկին տրամաբանությամբ, դա հերթական ձախողումն է եւ մենք այսօր դրա նաեւ ականատես ենք լինում։ Մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը Հայաստանում ունի որոշակի խոշոր ձեռնարկություններ, դրանց աշխատակիցներ, տիրապետում է լուրջ ֆինանսական միջոցների, եթե ուրեմն այդ հավաքվածներից հանում ենք
ֆինանսական միջոցներով եկած հանրահավաքին մասնակցածներին, կամ որ մամուլում մինչ այդ էլի տարածվեցին տեղեկություններ, որ նման մարդկանց դիմում են գումարով գալ եւ ներկա գտնվել հանրահավաքին։ Եթե հանում ենք այն մարդկանց, ովքեր աշխատում են ուրեմն Կարապետյանների ձեռնարկություններում եւ առնվազն գոնե այսպես ասենք լոյալ են կամ բարոյական որոշակի պատասխանատվություն ունեն, գալիս են ներկա են գտնվում այդ հանրահավաքներին, ապա այդ 7-8000 մարդուց այնտեղ գրեթե ոչինչ չի մնա, կմնա իրենց նեղ անձնական ընտանեկան շրջապատը եւ մեծ առումով ակնհայտ է, որ այս թիմը շատ ապաքաղաքական է եւ չկա նույնիսկ չկա Բագրատ Գալստանյանի ղեկավարած շարժման որոշակի էներգետիկան, հա, այստեղ ամեն ինչ արհեստական է, ամեն ինչ այն մարդիկ, ովքեր որ հայտնվում են էկրանների առջև, ակնհայտ է թե ինչի համար են հատկապես որոշ քաղաքական, այսպես ասենք, կամ պսևդոքաղաքական կերպարներ, ակնհայտ է թե ինչի համար են այնտեղ, քանի որ այդ մարդկանց մենք բազմիցս տեսել ենք տարբեր թիմերում, հատկապես այն թիմերում, որտեղ փողը կամ իշխանության որոշակի հոտ է եկել եւ հետեւաբար երբ որ մենք այս մարդկանց հանում ենք իրական այդ մարդ շատ քիչ թվով 1000-2000 հոգի մնալ, բայց դրանով հանդերձ վերջին 5-6 տարիների ընթացքում մենք տեսել ենք, որ Հայաստանի այս շրջանակների, հա, որոնք իրենց ընդդիմադիր են համարում, այս շրջանակների քաղաքական ակցիաների ժամանակ մասնակցել են 5-ից մինչև 10000, հա, միջակայքում միջինը մոտ 5000 մարդիկ այդ հավաքներին, չգիտեմ, ցույցերին, երթերին եւ այլն, ոչ ավելին։ Եվ սա ես համարում եմ, որ նորմալ երևույթ է, երբ որ նման կարողություններ տիրապետող մարդը կարող է Հայաստանում օրինակ մի քանի օր այսպես ջանք ներդնելով հավաքել 7-8000 մարդ։ Ինչ վերաբերում է ուռճացած այդ թվերին, ապա բնական է, որ այստեղ էլ իրենք կոպիտ սխալներ են թույլ տալիս, ակնհայտ է, որ նկարահանվում է եւ այդ թվերը ակնհայտ ուրեմն հաշվում են եւ ասվում են, այնտեղ տարբերությունը կարող է, չգիտեմ, մի քանի տասնյակի կամ 100-ի լինել, ոչ թե տասնյակ հազարների, եւ այստեղ էլ իրենք իրենց ուրեմն այդ պրոպագանդայի զոհն են դարձնում, ցույց տալով, որ 30, 40, 50 հազար քաղաքացիներ կան հավաքված, բայց իրականում այնտեղ այո 7-ից 8000 մարդ էր մաքսիմում մասնակից։ Այսինքն մեծ ձևով է եւս, այսպես ասենք, ռուսական է, հա։ Դե դա եթե չասենք էլ ակնհայտ է այդ տեսեք նույնիսկ սովետական է ինչ որ առումով այն որ այսպիսի արտահայտություն կա, չէ՞, մեր քաղաքացիների մոտ, երբ որ մի ժամկետն անցած հին բանի մասին են խոսում, ասում են սովետի հոտ է գալիս։ Հիմա այս ուրեմն գործընթացից սովետի հոտ է գալիս եւ ես կարծում եմ, որ անկախ իրենց նյութական հնարավորություններից այստեղ չկա քաղաքական թիմ, այստեղ նույնիսկ այն հայտարարությունները, գրված տեքստերը քաղաքական խիստ ուրեմն թերի են գրված եւ մեծ առումով հասկանալի մարդկանց մեջ ընտրություն կատարել եւ մեծ առումով կրկնում եմ իրենք շեշտը դնում են այդ մեծահարուստի հանգամանքի վրա, բայց մոռանում են, որ այսօր դրանով այլևս հնարավոր չի խաբել մեր հասարակությանը կամ առնվազն ճշշող մեծամասնությանը, քանի որ մեր հասարակությունը այսօր այլ պահանջմունքներ ունի, մեր հասարակությունը այսօր խաղ ապրելու եւ երկարամյա զարգացման պահանջմունքներ ունի եւ այն քաղաքական թիմերը, որոնք այդ օրակարգով կգան, այն քաղաքական թիմերը, որոնց օրակարգը այդ առումով ավելի համոզիչ կլինի, ես համոզված եմ, որ այդ քաղաքական թիմերն էլ կհաջողեն։ Հավաքին նաև հոգեվորականներ էին մասնակցում։ Դե ենթադրաբար են հայտնի ձայնագրությունից տրամաբանենք եւ Կտրիչ Ներսիսյանն էր նրանց գործուղել այդ հանրահավաքին մասնակցության։ Այսինքն իրավիճակը այսպես ասենք բանը բանից անցել է, որ մյուս կողմից էլ այդ եկեղեցու վերնախավը ընդգծված նաև այդպիսի հրապարակային քայլերով շարունակում է, այսպես ասենք, կրակի վրա բենզին լցնել։ Տեսեք, ես կարծում եմ, որ ինչ որ պահից եւ այդ պահը արդեն ես կարծում եմ մենք այդ
պահերն ենք ապրում, երբ որ Գարեգին Բ-ն կհասկանա, որ այլևս ինքը մերկ է, այն առումով, որ նույնիսկ տեսեք, միայն այդ մի ձայնագրության փաստը վկայում է, որ այնտեղ հոգևորականների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, իսկ դա ես իրավաբան չեմ, բայց կարծում եմ, որ նաև քրեական օրենսգրքով պատժելի արարք է եւ պատկերացրեք մենք խոսեցինք թե ինչքան նմանատիպ ձայնագրություններ կարող են լինել, որոնք ապացուցում են այդ այսպես ասենք հանցանքը շարքային հոգևորականների եւ մեծ առումով եկեղեցու նկատմամբ եւ այս գործընթացներին զարգանալուն զուգահեռ ես կարծում եմ շատ հոգևորականներ բարձրաստիճան, որոնց Գարեգինը քաշել է իր այսպես խաղերի մեջ, կարծում եմ հնարավորինս կփորձեն այլևս զատվել Գարեգինից եւ ինչ-որ պահի նա կզգա, որ ինքը այլևս մենակ է եւ որոշում կայացնելու, գնալու, հեռանալու ժամանակը մոտ է։ Ես կարծում եմ, որ մեր իշխանությունը կամ ընտրել է այդ մարտավարությունը եւ մեծ առումով այն ինչ որ մենք տեսնում ենք այս միտինգներին, հա, երբ որ այսպես տասնյակներով հոգևորականներ գալիս եւ մասնակցում են, սա անկեղծ ասած որպես հայ մարդ, որպես քրիստոնյա մարդ, այլևս չգիտեմ, արգահատելի է, այլևս անթույլատրելի է, այլևս եկեղեցին այն աշճանի են հասցրել, որ ամեն մի, չգիտեմ, շարքային հավաքի, ցույցի, միտինգի, որը կոչվում է այսպես ընդդիմադիր, որը հակաիշխանական է, իսկ իր բնույթով հակապետական, այդ հոգևորականներին գործուղում են այդ միտինգներում եւ վերջնականապես արժեզրկում են եւ զրոյացնում են հայ առաքելական եկեղեցու հեղինակությունը եւ հոգևորականի հեղինակությունը գնացեք մարզեր տեսեք թե հոգևոր կյանքը ինչպիսին է այնտեղ մոնիտորինգ անենք տեսնենք թե աղանդավորական կամ քրիստոնեական ուղղության ինչպիսի քանի կազմակերպություններ Հայաստանում կան եւ ըստ տարբեր հաշվարկների նրանց հետևորդների թիվը հասել է կես միլիոնի այլ եւ անցել է այ եթե Գարեգինը եւ իր այդ շրջապատը զբաղվեին իրական հոգևոր կյանքով իրական հոգևոր արժեքներով իրական հոգևոր զարթոնքը ապահովելու այդ ժամանակ միգուցե մենք շատ խնդիրներից կամ շատ ուրեմն արհավիրքներից հեռու կլինեինք քանի որ նման կերպ նրանք նաև դաստիարակելու են հասարակությանը իսկ իշխանությունները դրանք հասարակության մի մասնիկն են այն իշխանավորը որ գալիս է ու թալանում է կամ կեղեքում է պետությունը եւ հասարակությունը այդ իշխանությունը այդ հասարակության մի մասն է եթե հոգեվորականը կամ հոգևոր իշխանությունը իր տեղում լիներ եւ դասերակել նորմալ հասարակություն, այդ նորմալ հասարակությունից կծնվի նաեւ նորմալ իշխանություն, որը կմտածի եւ աշխարհիկ իշխանության եւ պետության եւ հոգևոր իշխանության մասին։ Բայց քանի որ իրենք իրենց առաքելությունը ձախողել են եւ բացի դրանից այդ ձախողված առաքելությունից զատ նրանք նաեւ ամբիցիաներ ունեն աշխարհիկ իշխանության նկատմամբ, այսինքն ըստ էության իրենց տարբեր հայտարարություններից ակնհայտ է դառնում, որ ինչու ոչ իրենք նաև կարող են հավակնել նաև աշխարհիկ իշխանության, այսինքն Հայաստանը դարձնեն կղերական մի այսպես ուրեմն կրոնապետություն եւ որտեղ Գարեգինը օրինակ կլիներ եւ հոգեվոր եւ աշխարհիկ իշխանության կրոնապետը եւ այս միջնադարյան խաբարամիտ մտածելակերպով իրենք նաև կառավարել են հայ առաքելական եկեղեցին եւ դրա արդյունքները եւ պտուղները մենք հիմա տեսնում ենք իրենք փաստացի ցավալիորեն գործիք են դարձել թե ներքաղաքական ներքին հա առումով որոշ քաղաքական ուժերի եւ թե արտաքին առումով որոշ կենտրոնների ձեռքում ցավալիորեն եւ հայոց եկեղեցին պետքա ազատվի եւ ազատագրվի հա այդ մարդկանցից ովքեր ձախողելով իրենց առաքելությունը փորձում են նաև ձախողել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը եւ պետականությունը։ Կարող ենք փաստել, որ այս ամբողջ իրավիճակը նաև ոչ այդքան եկեղեցու կամ եկեղեցու քաղաքական, այսպես ասենք, մոտիվացիան, նաև հետևանք է հենց իշխանությունների վարած քաղաքականության, որովհետև
դժվար էր էլի պատկերացնել, երբ իսկապես Հայաստանում ոչ ֆորմալ, այլ բովանդակային իմաստով հաստատվեր արդարադատություն, կայանար օրինակ իրավապահ համակարգը եւ այլն, եւ բոլորը ստանային ըստ արժանվույն, ապա դժվար է պատկերացնել, որ եկեղեցու քաղաքական խմբակը, քաղաքական տարբեր խմբակներ, Քոչարյաններ, չգիտեմ, Սարգսյաններ, Կարապետյաններ եւ այլն, նրանք կարողանալու էին, այսպես ասենք, ինչ որ բանի հույս ունենալ, հա, որովհետև եթե չկա իրենց գնահատականը, իրենք իրենց սկսում են ոչ միայն ավելի լավ զգալ, այլ սկսում են մտածել, իսկ ինչու ոչ, իսկ ինչու չհավակնենք նորից նրան, ինչ նախկինում եղել է։ Ես համամիտ եմ ձեր ասացի հետ եւ այո, այստեղ քննադատության սլաքները ուղղված են իշխանություններին, ովքեր պետքա տեսեք, իհարկե սխալներ թույլ տրվեցին, միգուցե հեղափոխությունից հետո մտածելով, որ մարդկանց հնարավոր է շանս տալ եւ այդ մարդիկ կարդարացնեն այդ շանսը, բայց ես այդտեղ խիստ կասկածներ ունեմ։ Իհարկե այդ մարդկանց մեջ գուցե 5-10%-ը այդ շանսը օգտագործել են, բայց մեծամասամբ, ճշշող մեծամասնությամբ մարդիկ, ովքեր կապված են եղել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի հետ, ովքեր թաթախված են եղել կոռուպցիայի մեջ, այդ մարդիկ ի վիճակի չեն աշխատել այլ պայմաններում եւ դա օբյեկտիվ է, հասկանում եք։ Այսօր էլ շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ ինչ որ շատ կարևոր պաշտոնների նշանակվում են նախկին ոստիկանապետեր, նախկին, չգիտեմ, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, ու իմ համար միշտ զարմանալի է, անկախ նրանից, թե ոստիկանապետը ում ընկերն է եւ ում բարեկամն է, եւ հետո երբ որ հետաքրքրում ես այդ համակարգից, որտեղ դա քաղաքացիական համակարգեր են, որտեղ նշանակվում են այդ մարդիկ, երբ որ հետաքրքրվում ես այդ մարդկանց աշխատանքից, ակնհայտ է դառնում, որ իրենք ամբողջությամբ այլ տրամաբանության, այսինքն հին տրամաբանության մեջ են աշխատում եւ հետեւաբար եւ դատավորների եւ իրավապահ համակարգի ուրեմն բարեփոխումների առումով, այո, Հայաստանը բավականին հեղափոխությունից հետո բավականին բացթողումներ եղավ եւ իրականության մեջ այդ ճիշտ է, այդ բացթողումների ուրեմն առավատչան կամ ապացույցը այն մարդիկ են, ովքեր այսօր ոչ միայն ազատության մեջ են, այլ նաեւ հավակնում են կրկին զավթել Հայաստանում քաղաքական իշխանությունը եւ սրանից է որ հասարակությունը, այսպես ասենք, ուրեմն քննադատում է մեղմ ասած իշխանություններին եւ այո, երեք էլ երբ որ վարչապետը այցելել էր Շիրակի մարզ, քաղաքացին էլի այդ նույն հարցը բարձրացրեց, թե ինչու են իրանք ազատության մեջ, երբ են իրենք գտնվելու ճավերից այն կողմ, եւ սա նախ եւ առաջ սոցիալական արդարության, հա, այդ սոցիալական արդարության զգացողության վերականգնում է մեր քաղաքացիների մոտ, ավելին ասեմ, շատերի համար ուրեմն դա շատ ավելի կարևոր է, քան այն նյութական բարիքները, որ ստեղծվում են ճանապարհների, դպրոցների, ես չեմ ասում, որ դրանք չպետքա լինեն, այդ սոցիալական արդարության վերականգնման զգացողությունը, դա նաև որոշակի բարոյական արդարության վերականգնման զգացողություն է, քանի որ մարդիկ այդ 20 տարիների ընթացքում իրենց բարոյապես նսեմացված են զգացել եւ այդ մարդկանց այնտեղ գտնվելը վերականգնում է իրենց այդ արժանապատվությունը, վերականգնում է սոցիալական արդարությունը եւ կրկնեմ մարդիկ նույնիսկ իրենց համար շատ ավելի կարեւոր է դա, քան այն ճանապարհները, դպրոցները, մանկապարտեզները, չգիտեմ, չափերի կառուցվում են այս կամ կառուցվել են այս տարիների ընթացքում եւ հետեւաբար ես կարծում եմ նաեւ ընտրություններին ընդառաջ իշխանությունը այս առումով պետքա լուրջ հետեւություններ անի։ Շնորհակալ եմ, պարոն Արաքելյան։ Ընկերներ, զրուցակիցս քաղաքագետ Էդգար Արաքելյանն էր։ Բաժանորդագրվեք YouTube-յան ալիքին, նոր բազարկացումներն էլ հետևեք Telegram-յան ալիքում, որի հղումը տեսանյութի մեկնաբանության բաժնում է։